Ողջույն սիրելի բարեկամներ եւ համեղի սիրահարներ, բարի գալուստ իմ խոհարարական ալիք։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ եւ միևնույն ժամանակ շատ հեշտ եւ արագ պատրաստվող եւ բոլորիս կողմից շատ սիրված տորտ՝ նեգրի ժպիտը։ Այս տորտը փափուկ է, շոկոլադե եւ անչափ ախորժելի։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ, պատրաստենք միասին այս համեղ հրաշքը ընդամենը մի քանի պարզ քայլով։ Թե ինչ սկսենք պատրաստել։ Տորտի համար հարկավոր է 5 ձու, դեղնուցները առանձնացնում եմ սպիտակուցից, դեղնուցներով պատրաստելու եմ խմորը, 5 ձվին ավելացնում եմ մի պտղունց աղ եւ 150 գրամ շաքարավազ, լավ հարում եմ։ Ավելացնում եմ 220 գրամ մածուն, խառնում եմ։ Ավելացնում եմ 100 գրամ կարագ, նախապես հալեցված։ Ավելացնում եմ չոր բաղադրիչները, ալյուր, կակաոյի փոշի եւ փխրեցուցիչ, 160 գրամ ալյուր, 30 գրամ կակաոյի փոշի եւ 2 թեյի գդալ փխրեցուցիչ։ Փխրեցուցիչը կարող եք փոխարինել 1 թեյի գդալ սոդայով։ Նախապատրաստված խմորային զանգվածը տեղափոխում եմ ձևամանի մեջ, չափսը 26 սմ է, եւ հետո արդեն ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 180 աստիճան ջեռոցը մոտավորապես 30 րոպեով։ Եվ ինչպես գիտեք, որ նեգրի ժպիտ տորտը ունի նաև սպիտակուցային շերտ, եւ այդ շերտի համար 5 ձվի սպիտակուցին ավելացնում եմ մի պտղունց աղ, հարում եմ, ավելացնում եմ աստիճանաբար շաքարավազը, 150 գրամ շաքարավազ, եւս հարում եմ շաքարավազի հետ, մինչ այդ զանգվածը կավելանա եւ կդառնա շատ թանձր։ Ավելացնում եմ վանիլին։ Պատրաստ բիսկվիտը ես ձևամանիչ չեմ հանում, վրան տեղադրում եմ սպիտակուցային շերտը, հավասարաչափ տարածում եմ եւ նորից ուղարկում եմ ջեռոցը մոտավորապես 7-ից 10 րոպեով։
Թեյի գթալի օգնությամբ այսպես նախշեր եմ անում, դե ըստ ձեր ճաշակի դուք կարող եք չանել եւ արդեն ուղարկում եմ ջեռոցը։ Պատրաստ խմորեղենը թողնում եմ ամբողջովին սառչի, հետո նոր հանում եմ ձևամանից։ Պատրաստ տորթը պատում ենք ջնարակով, կարող եք ամբողջովին պատել եւ կարող եք պատել այնպես, ինչպես ես ցուցադրում եմ այս տեսահոլովակում։ Դեր սիրելիներս, տորթը պատրաստ է, ստացվում է փափուկ եւ անչափ համեղ, իսկապես ժպիտ պարգևող։ Մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին, կիսվեք այս տեսանյութով, լայք դրեք եւ ամենակարևորը պատրաստեք սիրով ու ժպիտով։ Մինչ նոր հանդիպում։